Ես Համբիկն եմ, առաջի փուլին ներկայացա Բրունո Մարսի Բիլիներ երգով ու տենց շատ վատ երգեցի երևի իմ կարծիքով The world better prepare for when I'm a billionaire. Yeah, I would have a show like Oprah. I would be the host of Everyday Christmas. Keep track of your wish list. I'd probably pull in Angelina and Brad Pitt. I'd adopt a bunch of babies that ain't even had shit. You weigh a few Mercedes like Pure Lady Habbies. And last but not least, what's the body they last week? ու չգիտեմ ուզմունքս շատ էր, բայց երեք այով անցա ու հետաքրքիրն է նա հենց կարիքը ինձ ոչ ասեց ու հետո ինքն էլ նորից տենց այդ կանչեց խմբերի մեջ, դա շատ հետաքրքիր էր Դուք անցել եք Համբիկ, բայց ես ասում եմ ոչ։ Մերսի, շնորհակալ։ Ես Սոնան եմ, առաջի փուլին ներկայացել եմ Gloria Gaynor I Will Survive երգով, ասենց շատ փախած երգով, ճիշտ ասած, դա ինքը շատ հին երգ էր։ Չորս այով անցա հաջորդ փուլ, հետո ցավոք չանցա տասնյակի մեջ, բայց չէի տխրել, իմ համար գնացել էի տանը նստել էի, ահագին ժամանակ անցել էր, ու եկել զանգեցի ու ասեցի, որ ես խմբերի մեջ եմ, ու այդպես շատ ուրախացա, եկա նորից մարտական տրամադրված։ Զուգեր, տենց պատկերացրել էի, բայց ավելի շատ տղի հետ էի, մի հատ տղու հետ էի զուգեր պատկերացրել, ոչ թե աղջկա հետ, Սոնայի հետ աշխատելը հեշտ էր, ուղղակի ճիշտ երգի որոշումն էր մի քիչ դժվարանում էինք, բայց դա էլ որոշեցինք հիմա տեսնենք ոնց է ստացվում։ Ընտրել ենք Jessie J-ի եւ B.O.B Price Tag երգը, իսկ ինքը շատ տրամադրություն պարգևող երգ է, ինձ թվում է մենք ուղղակի ժամանակի խնդիրներ, որովհետև երբ որ դու բեմի վրա դու ես ներկայացնում ինչ-որ մեկի հետ, որ ընդհանրապես ես ճանաչում համարյա, մի քիչ դժվար է այդ կապը ունենալը, բայց դա ժամանակի խնդիր է, ինձ թվում է այդ կշուտկենք, իսկ որպես տեխնիկական առումով պատրաստ ենք։ Դենց կարևոր, ուղղակի չգիտեմ մի քիչ այն որ ասենք չանցա տասնյակի մեջ քիչ լրիվ սենց իաստապեցի ոնց որ անհուսացավ բայց հետո սենց մի անգամից շարժ եղել այդպես ու հիմա չգիտեմ տենց խառը վիճակ է հիմա չգիտեմ ուզում եմ անցնեմ չեմ ուզում անցնեմ ուզում եմ պայքարեմ չեմ ուզում տենց խառն է հիմա ուզում է բայց աստղ կփորձեմ ամենալավն անել Got
seconds, I'm living to Mars. Yeah, we're living across this undefeatable odds. It's like this, man, you can't put a price on a life. We do this for the love, so we fight and sacrifice every night. So we ain't gonna stumble or fall, never. Our waiting to see, send a sign of defeat. So we go keep everyone moving their feet. So bring back the beat, and then everyone sing. Forget about the money, money, money. We only do money, money, money. I just wanna make the world dance. Forget about the price tag, and then about the to take, get about the but bling, wanna make the world dance. Forget about the price tag. It's not about money, money, money. We don't need your money, money, money. I just wanna make the world dance. Forget about a price tag. This ain't about that, but bling, ain't about that. But bling, wanna make the world dance. Forget about a price tag. It's not about a price tag. I just wanna make the world dance. It's not about that. It's not about a price tag. Forget about a price tag. Forget about a price tag, man. Համբիկ և Սոնա, այսօր Շանթի եթերում բարի վերադարձների երեկոյա, բարի վերադարձ նաև ձեզ, ամեն ինչ շատ լավ էր, շատ գեղեցիկ էր, շատ համահունչ, մենակ մի բան, որ ինձ մի քիչ չհասցրեց այն գագաթնակետին, որին որ հասան մնացած երևի իմ ետևում գտնվող հանդիսատեսը, ձեր ընկերները, որոնք հիմա ժպտում են և ուրախանում են, բայց կարող է 2 րոպեից սկսեն լացել։ Երեխեք ջան, դուք խումբ եք և դուետ եք, դրա համար մի քիչ ավելի իրար հետ մոտիկ, իրար համահունչ, դա արդեն փորձի պակասն է իհարկե, որովհետև եթե մենք փորձենք հիշել, թե ինչպես են այդ երգերը երգվում այնտեղ, որտեղից որ դուք փորձում եք կրկնօրինակել, հասկանաք, որ այնտեղ այդ ամեն ինչը շատ ավելի գարմոնիայի մեջ է, այդ գարմոնիան էր պակասում, թե չէ որպես անհատ երկուստը շատ լավ եք և այստեղ շատ ճիշտ համադրություն էր ստացել, այսքան։ Բացատրեմ ինչու, որովհետև այնտեղ մարդիկ երգում են իրենց երգերը, իսկ այստեղ մասնակիցները մասնակցում են մրցույթի, որին որ այնուամենայնիվ, որից որ գուցե մեկը լքի ցավոք սրտի, բայց ուզում եմ անպայման նշել Սոնայի ձայնի մասին, շատ քնքուշ ձայն ունեք, անպայման հետևեք, որպեսզի չվնասվի այն։ Ինձ ձեր դուետը շատ դուր եկավ, իսկ ինչ վերաբերվում է, որ մի քիչ իրար հետ համահունչ չէիք, հա, ինչպես Գոռը ասաց, դա ժամանակի ընթացքում տեղը կընկնի։ Շատ գեղեցիկ ելույթ էր։ Դե արդեն պարզ է, որ արդեն իսկ անցած խմբերը, այն 4 խմբերը, որոնց մենք արդեն ճանաչում ենք որպես խումբ, իսկ մնացած խմբերը, ովքեր այսօր ելույթ են ունենում, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ Գարիկին, եւ իր արժեշտական պրոդյուսերներին, ովքեր որ միամուռ ուժերով ստեղծեցին խմբեր, որոնք որ ինձ համար շատ լավ խմբեր են։ Շատ ուրախ եմ, որ նման խմբեր են մասնակցում մեր նախագծում, թեկուզ հենց այս 4 աթոռի փուլում, դաժան փուլում, բայց շատ գեղեցիկ եք նայվում բեմում, շատ ճիշտ էր ամեն ինչ, քո ձայնը, այդ որ Էմին նշեց, ինձ հենց այդ կտրված ձևով էլ շատ դուր եկավ, եթե դա քո իսկական ձայնը, այդպես էլ է շատ շոյում ականջը, նույնպես լավ է, որ դու մի քիչ էլ նաև երգում ես, օգնում ես Սոնային, այն ներքևների մասերը, մյուս անգամ որ երգես մի փոքր հեռու կպահես միկրոֆոնը եւ Սոնայի ոճը հագուստի ես այլ կերպ կանեի, բայց դա արդեն հետագայում իհարկե
խմբի ղեկավարի աշխատանքն է։ Ես շնորհավորում եմ, որ մենք ունենք ձեր տեսակի խումբ։ Սիրելի արտահայտողներ, ուզում եմ հիշեցնել, որ այս խումբը ձևավորվել է ոչ թե տասնյակներից դուրս մնացած մարդկանցից, այլ այն 100-ից ավել, 147 հոգուց, որոնք մասնակցել են առաջին փուլին եւ անցել են առաջին փուլը։ Եվ այսպիսով, Գարիկ, ձեր խոսքը նախ ելույթի մասին։ Սոնա ջան, դիմեմ սկզբից քեզ։ Ես շատ տխրեցի այն ժամանակ, երբ որ հասկացա, որ դու չես անցել տասնյակ։ Բայց երբ որ ես ստացա հնարավորություն աշխատել խմբերի հետ, ես շատ ուրախացա, որ դու չէիր անցել տասնյակ, որտեղ դու կարող էիր աղջիկների խմբում։ Եվ որոշեցի միանգամից քեզ ընդգրկել խմբերից մեկում, այսպես ծնվեց այս խմբի գաղափարը։ Համբիկի ելույթը շատ տպավորվել էր այն պահերից, երբ որ ինքը սկսում էր ռեփ կարդալ։ Ես կարծեմ այն ժամանակ շեշտել եմ նույնիսկ դա, դրա համար ձեր դուետը այդպես ձևավորվեց, ելնելով այն որակներից, որոնք դուք ինքներդ ցույց եք տվել ընդամենը մեկ անգամ ելույթ ունենալով։ Այսօրվա ձեր ելույթի մեջ կային թերի շատ բաներ, այն ինչը որ ես սպասում էի Համբիկից չստացա, որովհետև դու որպես ռեփ մասի պատասխանատու ավելի շատ էիր ուժով, դավկայով եւ ոգևորությամբ զիջում, քան որ պետք է տայր Սոնայի փոխարեն։ Ընդհանրապես համաձայն չեմ Սոնայի տեսքի հետ, ընդհանրապես, որտեվ ես ինչպես որ քեզ հիշում եմ եւ որ կերպարով որ քեզ հիշում եմ, կնախընտրեի, որպեսզի դու այդ կերպարի մեջ էլ մնայիր։ Սա առանձին, իսկ որպես խումբ ինչպես աշխատեց, գիտեք, մեկ հանդիսատեսը շատ լավ ինդիկատոր է։ Նա միանգամից զգում եւ արտահայտում է այն էմոցիան, որ ես կարող եմ զգամ, բայց չկարողանամ այդպես արտահայտել։ Գարիկ, ձեր էմոցիան վերջնական որոշման պետք է հանգեցնի ձեզ։ Համբիկի եւ Սոնայի խումբը ձեր քարեակում է, թե ոչ։ 4 հատ զբաղված է արդեն եւ եթե նրանք քարեակում են, ապա ում փոխարեն մենք դա կիմանանք հաջորդիվ։ Գարիկ, ձեր որոշումը։ Գարիկ, Սոնան եւ Համբիկը տեղ ունեն 4 աթոռներից մեկին։ Ձեր քարեակում են, թե ոչ։ Համբիկը եւ Սոնան իմ քարեակում են։ Համբիկն ու Սոնան քարեակում են։ Ես շնորհավորում եմ նրանց։ Եվ հիմա եւս մեկ շատ լարված բարեկամներ, ում փոխարեն են Համբիկն ու Սոնան։ Ուշադրություն։ Նախագիծը կլքի Two Colors-ը, Hip Hop-ը, Նարինեն եւ Հովսեփը, թե Էթերին ու Հայկը։ Գարիկ, շատ դժվար է, շատ պատասխանատու, այնուամենայնիվ մենք ինչ-որ մեկի տրամադրությունը հիմա նստածներից պետք է գցենք և որ խումբն է հեռանում, որն է քո վճիռը։ Շատ ցավում եմ, բայց նախագիծը լքում է։
Colors խումբը։ Two Colors։ Սելեր սայտողներ, Two Colors-ը լքում է նախագիծը տեղը զիջելով Համբիկին ու Սոնային։ Եվ եթե ինչ-որ ասելիք կա, որն ուզում եք ձեր խմբի ղեկավարին, նախկին կամ հեռուստադիտողին ու հանդիսատեսին ասել, ասացեք դա հենց հիմա։ Շնորհակալ ենք Շանթ հեռուստաընկերությանը, շնորհակալ ենք շատ մեծ էր ցանկությունը աշխատելու մեր խմբի ղեկավարի հետ, բայց ամեն դեպքում շատ մեծ դպրոց էր, կարծում եմ փոքր ժամանակ, բայց մեծ դպրոց մեր երազանքը ինչ որ չափով իրականացավ, շատ շնորհակալ ենք։ Եկեք այս լավ երկու երաժիշտներին ջեմ ծափահարություններով ուղեկցենք։